Պարոն Համբարյան, դե ինչ ընտրությունների պատկերը մոտավորապես արդեն պարզ է, ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական տվյալները, այդպես մեծ փոփոխություններ չեն սպասվում, եթե ամփոփ են կանխատեսելի էր նման պատկերը, փաստորեն իշխող ուժը էլի մեծամասնություն է ձևավորելու եւ երկու ուժ են եւս անցնում, ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը։ Ընդհանուր պատկերը ու միջայս ամեն դեպքում ընդդիմությունը որևէ արձագանք չի տվել, ասում է սպասում ենք վերջնական հաշվարկին։ Նախ սպասելի չէր այդ մեկ, բայց քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ վարչական ռեսուրսի կիրառումը ուժային կառույցների կողմից իրենց աշխատակիցների նկատմամբ վերահսկողություն, այդ թվում նաև մեր զինվորականների, դուք տեսակ երեք բազմաթիվ ընտրատեղամասերում 8-ին 5 պագաս ահռելի քանակությամբ զինվորներ էին բերել լցրել բարի բուն իմաստով իրենց հրամանատարները, որոնք մինչև ինչքան հասկացա գիշերը 1-2-ը քվեարկում էին, ասենք հետաքրքիր է կամ Շիրակի մարզի գրեթե դադարք գյուղերում ինչ ակտիվություն է տիրել այդ ջավախայերի գալն է, որը բազմաթիվ մեթոդների կիրառման միջոցով գործող իշխանությունները, որոնք իդեպ այդ կեղծիքի մեխանիզմը նրանք նախկիններից են ժառանգել, այդ հատկապես Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էր այդ կոնկրետ ջավախայերի գրանցումը Շիրակի մարզի հյուսիսային շրջաններում եւ Գյումրի քաղաքում շատ պոպուլյար դարձել, հիմա էլ նույնը շարունակվում է, այսինքն այդ մեխանիզմները օգտագործելով հասան էր արդյունքին, բայց միևնույն ժամանակ նաև ես ընդունում եմ, որ այո, ես սպասում եմ, իրենք ունեն կայուն ընտրազանգված, դա պետք է ընդունել եւ հաշվի նստել։ Այո, ես սպասում եմ, որ ԿՊ-ն պետք է առաջին տեղում լինի, բայց որ այս ձևաչափով չի սպասում։ Երկրորդը ինձ շատ զարմացրեց եւ ուղղակի ծիծաղ առաջացրեց ինձ մոտ, երբ որ հայտարարեցին, որ ԲՀԿ-ն անցնում է, հետո էլ պարզվեց մի քանի ցայնի պատճառով չի անցնում։ Ուղղակի տարական գիտելիքներ ունեցող մարդը ընտրական այս գործընթացներից հասկանում է, որ ԲՀԿ-ի անցնելու դեպքում Նիկոլ Փաշինյանը պետք է կախ պատիկ լիներ, որովհետև ինքը չէր կարողանա այդ պարագայում նույն ազգային ժողովի միջոցով ընտրել տալ սահմանադրական դատարանի անդամների, չէր կարողանա սահմանադրական օրենքների փոփոխություն կազմակերպել, չէր կարողանա ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրել, չէր կարողանա ամենակարևոր գլխավոր դատախազ նշանակել։ Հասկացաք հիմա, թե ինչ ձևաչափով իրենք ԲՀԿ-ի ձեռքից ցավեցրեցին, ես չեմ կարող ասեմ, կարող է անդրկուլիսյան բանակցություններ են տեղի ունեցել ԲՀԿ-ի ու Նիկոլի միջև, որովհետև դուք գիտեք ինչ ձև էր թիրախավորում Նիկոլը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Եթե հիմա ապագայում ԲՀԿ-ն չմտավ եւ նույն Գագիկ Ծառուկյանը չձերբակալվեց Նիկոլի ասածով, կարելի է ենթադրել, որ անդրկուլիսյան բանակցությունների առուցախի միջոցով այսպես հրաժարվեցին մանդատներից։ Եթե ոչ, ուրեմն Գագիկ Ծառուկյանի ձեռքից ուղղակի մանդատները կողացավ Նիկոլան հողը։ Պարոն Համբարյան, այս պահի դրությամբ ամենաշատ քննարկվող հարցը վերցնել մանդատները, թե ոչ։ Շատերը ընդդիմությանը ասում են, որ պետք չէ վերցնել ու գնալ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու, դա ավելի է թույլատրել։ Ես ինքս էլ եմ այդ նույն կարծիքին, որովհետև 2021 թվականից հետո ձևավորված ազգային ժողովը գրեթե նույն տարբերակով չկարողացավ պայքարել Նիկոլի դեմ արդյունավետ։ Ցավով պետք է արձանագրենք, պետք ճիշտ արձանագրենք, որ մեր ընդդիմադիրները տանձիկ բրնցքամարտի գնդակ էին, ծեծի տանձիկ էին Նիկոլի իշխանության ներկայացուցիչների համար։ Մեր ընդդիմադիրները շատ մտավորական են եւ ինտելիգենտ են, ինչպես ասում են։ Իրանք չեն կարող Նիկոլի փողոցից բերած այդ զանգվածի դեմ պայքարեն եւ դրա բազմաթիվ օրինակները կա։ Դրա իսկ պատճառով ես գտնում եմ, որ ոչ ուժեղ Հայաստանը, ոչ էլ Հայաստան դաշինքը չպետք է վերցնեն այդ մանդատները։ Ճիշտ է, դրանից Նիկոլը վատ չի զգա իրան, որովհետեւ Նիկոլի համար ամենակարևորը իշխանություն պահելն է եւ իր հովանավորների կողմից այդ իշխանությունը ընդունելն է, իսկ նրանք արդեն են փաստորեն դա ընդունել։ Թող գնա իր 61 կամ 64 падգամավորով ասի խոսի ուրախանա։ Իսկ ընդդիմությանը պետք չէ որ մտնի ազգային ժողով, պետք չէ լեգիտիմացնի կապիտուլյանտ Նիկոլի իշխանությունը։ Ես գտնում եմ, որ բացարձակ պետք չէ վերցնել մանդատները եւ պետք չէ մտնել ազգային ժողով։ Եթե ԲՀԿ-ն
ստանա մանդատներ, հələ կարելի է ենթադրել, որ կարելի է մտնել ազգային ժողով, ասենք նույն սահմանադրական դատարանի դատավորների, նույն գլխավոր դատախազի տեխնացությունը տեխնացիան ժամանակ քվեարկության ժամանակ իրենք ցույց տան իրենց ադամները կամ ցույց տան, որ ամեն ինչը որ Նիկոլից է կախված, բայց եթե ամեն ինչ Նիկոլից է կախված, թող գնան իրանց համար ու ինչ ուզում են անեն։ Մեկ ուրեմն դերասանի թատրոն կլինի ֆաշիստական Գերմանիայում բոլոր падգամավորները ֆաշիստ էին։ Դրա համար ամբողջ աշխարհը ծիծաղելով ասում էր տղամարդկանց խոր է, այսինքն երգչախումբ է։ Հիմա նույնը կարելի ասել Նիկոլի երգչախումբն է, թող գնան իրանց համար այնտեղ ինչ ուզում են ասեն, խոսեն, ուրախանան, իսկ ընդդիմությունն էլ թող ոչ առարդի, ոչ հայտարարություններ անի ազգային ժողովի ամբիոնից պայքարի դրսում պետք չէ լեգիտիմացնել ազգային ժողովի մանդատ ընտրությունների արդյունքում մանդատների վերցնելը որպես падգամավոր լեգիտիմացնում է Նիկոլի ուրեմն կազմակերպած ընտրությունները։ Վերջ